Սա այլ խնդիր է, բայց դուք տենց չեք անում, դուք ռեկետ եք անում, դուք պետական ռեկետ եք անում եւ հույս ունեք, որ Հայաստանում ներդրումներ է գալու։ Չի կարա ներդրում գա Հայաստան։ Դուք դատական համակարգ չունեք։ Մարդը համարում է, ասում է Նիկոլո Փաշինյան հայտարարում է, ասում է վաղը դատարանների դռները փակում եք, դատավորներին չեք թողում ու անցնում է մյուս օրը առավոտ անցնում է գործողության, չէ՞, դատարանների դռները փակեցին եւ այլ։ Այսինքն ինքը համանդրական կարգը տապալեց ու գործողության անցավ։ Սրբազանը հայտարարում է, ասում է ես պատերազմից հետո ասեցի, որ պետքա ասենք ռազմական հեղաշրջում լինի։ Մարդը հայտարարեց դրա մասին, ասեց իմ կարծիքը սենց է։ Իրան ձերբակալեցինք, հիմի դատում ենք։ Դուք հայտարարեցիք եւ անցակ գործողության, քեզ վրա քրեական գործ չկա։ Դու խոսում եք պետությունից։ Իրոք լուրջ համարում եք, որ դուք պետություն եք։ Փաշինյանը դատարանի առաջ պետք է գամի։ Իհարկե դա բանդա է կոչվում։ Դա բանդան հայտարարում ասում դատարանը Լիտվայի վլաստին մեր վեճը պետք է դատարանը որոշի, չէ՞, ճիշտ ու սխալը։ Այդ դատարանին մեկուսացնում ես, փակում ես դռները, գործողություն ես կոնկրետ անցնում, որից մեկը քրեական գործ ձեր վրա չի հարուցում։ Ինչ կապ ունի դուք վարչապետ եք։ Ինչ կապ ունի ինչ պաշտոն եք զբաղեցնում։ Այսինքն դուք տապալում եք սահմանադրությունը, ճիշտ է։ Դուք չեք դատում, քրեական գործ չի հարուցում, բայց նա որ հայտարարել է պրոստը ձևի համար, նա դատվում է։ Հիմա դուք ստեղ տեսնում եք իրավական բան եք տեսնում։ Չէ, ուզում եմ հասկանալ, պարոն Բաբայան, որ իշխանություն փոխվի, նոր իշխանության օրոք Փաշինյանը կկանգնի դատարանի առաջ։ Դա համար ասում եմ, ինձ թվում է, որ մենք մի օրով ենք ստեղ ապրում, հա, ասենք իշխանական թևի տղերքը այսօր օգտագործում են ցանկացած բառապաշար իշխանությունը պայելու համար, տղերք հավերժ չի լինում։ Մի օր վերջանում է դա, հետո կանչում են դատարան։ Այն հիներն են տենց համարել են սեփական բողջան, հա, ինչ ուզեն անեն։ Հիմա դա համարել անընդհատ խնդիրների առաջ են կանգնում ու զարմանում են խի են իրանց ուզում դատեն։ Հասկանում եք, նույնն է ձեռնա լինելու, մի արեք տենց։ Իրավական ճանապարհ կա ամեն ինչին, կարելի է եթե մարդը այդ սխալը թույլ է տվել, եթե Սամվելը Կարապետյան վերցրել է էլեկտրոցանցը, պետք է աներ, ասենք 5 միլիարդի ներդրում եւ այդ ներդրումը չի արել կամ ուրացրել է այդ ներդրումները, այդ թվերը, բան աուդիտ արեք, ստուգեք, բան այդ հարցով դատեք, ժամանակ տվեք վերականգնելու կամ իրան զրկեք հանեք աճուրդ։ Ես կհասկանամ, որ հա օրենքը գործում է երկրում։ Այս տարբերակը դա ռեկետ է, պետական ռեկետ։ Մարդը 10 միլիոն, 50 միլիոն, 100 միլիոն դոլար չի դնելու քո երկրում, իմանալով, որ դատավորին վարչապետը հայտարարում է, դատավոր որ դատավոր կարա իմ ասածս չանի։